Կյանքի դռներն են տես բացված Պահպանելու հայրենիքի անդորը մեկնում ենք սարայության Արջևում սարերու ճանապարհ Արջևում 2 տարի դժվար Թողուն աղբահերն ու կատակները մեզ հետ լինեն անդադար, անդադար Կայլում ենք վստահ ու չենք նահանջում Չէ որ հայրենիքը մեր մեզնով է հպարտ, մեզնով է կանգուն Զինվորներ ենք մենք, տոկուն ենք հոգով, գործով ենք արդար Չէ որ հայրենիքը մեր մեզնով է ծաղկուն, մեզնով է Լեն ջան, իսկ մինչև այդ մեր գնալը այսօր կարող ենք հանդիպել միտեղ սուրճ խմենք, մոտիկի սանթանանք չփենք տենց էլի, հա? Հա, իհարկե։ Ես իսկականից չեմ կարող առանց քեզ։ Մարի, ուղղակի հիմա փշերի վրա եմ։ Գնամ հետո կհանդիպենք, լավ։ Սամոյի տեղափոխման հարցը դու արագացրեցիր։ Ամեն ինչ արեցիր, որ իրան շուտ տեղափոխեն ուրիշ զորամաս։ Ես։ Տեստակ ծածկվի, ու վայն եկավ քեզ տարավ, եթե հանկարծ մի անգամ էլ ես մտնեմ ննջարան ու դու Սավանով ելնես։ Պետք է անցնում ընդունում անեմ։ Զենք զինամթերքը, վաշտի բոլոր իրերը, գույքը, զինվորների իրերը, բոլորը հաշվում ես, տեսնում ես ինչ պակաս պրատ բաներ կա ավելացնում ես, որ անձման ընդունման ժամանակ խնդիրների առաջ չկանգնես։ Լսում եմ, իսկ հրամանը արդեն եկել, հա, պարոն գնդապետ։ Հրամանը որ գա, դու երկրորդը կիմանաս։ Կատարել հրամանը։ Լսում եմ։ Մենք գնում ենք Եռաբլուր, մի քանի ժամից նոր կգանք։ Եթե շոր բան լինի, զանգի ձեռքիս։ Լսում եմ, պարոն գնդապետ։ Տղեկին ժամը ասել ես մշտիկ եմ։ Հա, մուտքի մոտ մեզ են սպասելու։ Մակար, Դարուշ, կազմակերպեք տեղեկը թողը, ելին լևասվին բան ես նա մեջտամ Սամոյի մոտ կամ ընձեր արծրը։ Ոշեմ ես գնում եմ ցայվեմ։ Քեզ ինչքան ժամանակ կա պետք ցայվելու համար։ Մի 15 րոպե։ Չլսար Մելիքսեթյանը ինչ ասես։ 10 րոպեի շարժում ենք, որից արդեն 5-ը անցել է։ Այս չէ տակը։ Ես ես անգամ Վարուժի հետ լավի յամանկացիկ եմ։ Մի քիչ մակրություն սփռենք էլի մեր մարմիններին։ 25 կիլոմետր բերնով ես ասում։ Հա, ես բերնով ասեցի։ Արա լավելի հմբուարը։ Մարմինս հեչ պատրաստ չի քո յումորներին էլի սուս։ Հա, դեմ ասեն քրտին քա էլի։ Տղամարդու հոտ ալալի բրեկներից յանի իլ ոնց կլներ։ Արա էդի տղամարդու հոտ չէ, էդի նեխած հոտը։ Ոշեմ հելեք սա վաշտով գնում ենք ցայվեմ։ Լավ չես Վարուժ։ Այ ախպեր, ես տեր եմ գնում ենք ցայվենք ոչ։ Արա դե ոնց ես էդ է։ Քո գործը չի։ Հելեք գնում ենք ցայվելու։ Ես որ համաձայն եմ։ Քրտին քա էլի սոուսը քրտում ենք գերավ կայլ լավ մակարին ոճո։ Вообще-то ինձ չի դզում sense քրտնած մնան։ Ինձ ասում եմ ես տեր եմ։ Եկեք, իրար հետ կհավաքվենք, մարդը մի բան կասենք կպեցնի կգնա։ Վերջի մենք էլ ենք մարդ, չէ։ Ելեք։ Բա երբ ես է։ Դե մի քանի ժամ առաջ կանչեց մոտը։ Ասում եմ զենք զինամթերքը ստուգեք, բաշտի գույքը ստուգեք, որ հանձնում ընդունում անելուց խնդիրներ չլինեն։ Ինձ թվում է որ տեսել եմ Մարի հետ ԿՊՊ-ի մոտ։ Կամ էլ արդեն հասցրել են։ Հա բայց ով պետք է հասցներ։ Էդել է հարց։
Ո՞վ է իմացել այդ մասին։ Ես հրապարակում պարապում էինք, օրապահ եկավ, ասեց, որ Մարին կապեպեի մոտ ինձ ասպասում։ Օրապահով էր։ Անտոնը։ Հա, բայց Անտոնը ինչին է պետք գնա հրամանատարին տես բան ասի։ Ինչ իմանաս։ Լավ, դու սա խեչ էլ, դու ինձ սա տեստիմ, ինչ կմտածես вообще, ինչ կուզենես։ Դու չգիտեմ, առանց Մարիի ոնց եմ անելու։ Ես вообще թե ուրիշ բան կարծնեի։ Թե ինչ ասեմ։ Չգիտեմ։ Անտոնը լարի իր հետ կելենք։ Բարև Մինաս ջան։ Բարև։ Անտոն քսես բացի Սամոյից էլ ու մեզ սեր Մարին եկել էր։ Մինաս ջան, բացի Սամոյից ոչ մեկին չեմ ասել։ Լավ հիշես։ Ապե հա։ Լավ։ Անտոն բանը մեր աստեղ ռազմարուտերա էլ բենզինը դապսոս է։ Լվացարան, Վարուժը գնացել է ցայվելու հերիքի, մի հատ ստաղ վաշտին հետը տարել է։ Մելիքսեյանը գժված է։ Էջ մարդու չի սորքեր։ Ոչ մեկին չի ասել, ոչ Վարդանյանին, ոչ Մելիքսեյանին։ Ասել է ես տեր եմ։ Հեսա թող շուտն վերջացնենք, հա։ Հեսա դու տեսես ինչ թեմա է։ Թափով ակրիվեք ելեք վերև, Մելիքսեյանը կատաղած ձեզ է սպասում։ Ապերել է դելը չեմ քսել։ Արա ինչ կել ես քեզ ինչ եմ ասում, դու ինչ ես ասում։ Շուտ արեք բարձացեք։ Լսում ես Վարուժ։ Հա։ Էսա գալիս են գախբենյա։ Մեզ չանեք որ ինքը իշնի ասիստ է, հասկացաք։ Հա, այսա դուրս են գալիս։ Դուրս եկեք միան, շուտ արեք։ Անցեք կլը։ Անկապում լողցեք։ Դուրս եկեք կլը, շուտ արեք։ Շուտ արեք, դուրս եկեք։ Անցեք վաշտելը, ասկա! Տեսակ, որ ասում է եկեք։ Լավ էլի մագար մինա էլի ամոթա։ Ելեք վերև։ Արա չեմ ճոգում արա լողանալ չի կարելի արա։ Ասում եք տեր եմ։ Հա էլի տեր եմ։ Անցեք կլը վաշտ, երկու րոպեի սաղը շարված ըլեք։ Ես սրանց ասում եմ շարվեք, սրանք ցայվում է։ Հիմա ինչ ես ասելու։ Կասեմ տես քրտնած հնարավոր չէ ծառել։ Բա որ ասի տղեկի խեր տարը հետը։ Վարուժ ջան, որ քսե 10 րոպեից պիտի շարվիկ, ուրեմն պիտի շարվիկ։ Ոչ թե երթայր այնտեղ ցայվի։ Հա, ես էլ ասում եմ, տես չէի կարա ես։ Դու հեշպեքսե չեք կռնա խոսանատոյրա չէ։ Ակշարվենք քսենք որ ժամանակ տա ցայվելու որ չտար, հետո բանը կենեին։ Չէր տա հաստատ։ Աղբորպես դու չխոսաս, էլի թող ես խոսամ, ինչ որ պետք է քսեմ, եղա։ Ախպեր, ես եմ արել ամեն ինչ, ես ինչ պետք է իրանք ասեմ։ Քսեմ թող ես խոսամ։ Զգաս։ Շարվեք կլը։ Շուտ արեք, արագացեք։ Զգաս։ Ես ձեզ չասեցի 10 րոպեի սաղ շարված ըլնեք։ Ինչի չեք կատարել հրամանը։ Ես եմ ասել, որ գնաց հայվեն։ Ջիվանը առաջինը կրակ բացեց, ոչնչացնելով նրանց երկու տեխնիկան։ Ու այդ ձևով փակելով առաջ անցած զրահատեխնիկաների հետ դարձի ճանապարհը։ Նա գիտեր, որ իր կրակից հետո թշնամու կրակի ուղղությունը կենտրոնացվելու էր իր վրա։ Ու տենց էլ եղավ։ Թշնամին կրակի ուժը կենտրոնացրեց Ջիվանի, Վարդանի եւ Կոլյայի ուղղությամբ։ Դրանից հետո մեկ տարի թշնամին չէր համարձակվում հարձակվել Շահումյանի վրա։
Ինչ տղեկ էին։ Ափսոս որ մեր հետ չեն։ Երբ են տանելու հրամանատարին։ Կամազիրը ստեղ չէ գնացել է Եռաբլուր։ Այ Վարուշ։ Ես հետը կերտամ կամազիրի մոտ։ Բայց չէ որ Վարուժը սխալ է եղել, պրոստը պետք է շարվենք նոր էր ցայվելու հարցը բարձրացնել էլի։ Քաղաք է պետք է դերտաս։ Դասից հետո էլի։ Խիշորը սառնելու։ Հա, այդամ շոր առնեմ։ Թե չէ որ մինասի մնա սրանցով ուվալնյատ կլնենք։ Երկուսը նույն շորերը չէ առնեմ։ Մեկ։ Այդո կեթանք իրար հետ կոշիկ կառնենք։ Տղեկ 5 րոպեից լսանը կյանիկ։ Պարոն ավագենտասպան Շարքային Համբարձումյան։ Ես ինչի դասի չես։ Դե միջում է, պարոն Վարդանյան, ես այսցի գամ մի հատ բան ասեմ ձեզ, էլի։ Ասա շուտ գնա։ Պարոն Վարդանյան, ինձ արձակման թերթիկ կտակ։ Ես չեմ հասկանում, դուք ինչով եք մտածում։ Ով ասես, երբ խելքին փչի գալիս է արձակման թերթիկ ուզում։ Ոնց որ այդ անտերը այնտեղ շարած է, էլի։ Դե չէ, դե ուղղակի շատ կարևոր է։ Հրաման ես կատարում։ Ինչ հրաման։ Հրաման ես կատարում, որ շատ կարևոր է։ Ոչ մի կերպ։ Բայց ուրիշ ինչ կարող է քեզ համար ավելի կարևոր լինի, քան հրամանը ժամանակին, բարեխղճորեն եւ անվերապահորեն կատարելուց։ Չէ, դե ուղղակի ախր շատ կարևոր է, էլի, պարոն Վարդանյան։ Համասում գնա, հա։ Այսօր Մակարյանն է գնում, վաղը դու կգնաս։ Հա, հարց չկա, բայց վաղը արդեն ուշ կլինի։ Գնաս ասի։ Լսում եմ։ Շատ կարևոր է, չի լինի, ուշ կլինի, երանից։ Ձեզ ինչ կա, մենակ ցայվեք ու միրգ ուզեք։ Հա, ինչ կա, ինչ ա։ Ապե։ Աչքիս մինասը ջոգել է։ Ինչ գիտես։ Ապե դե ես եմ։ Այսօր ինձ հարցնում էր Մարի գալու մասին, բացի Սամոյից ելում եմ ասել։ Բա դու ինչ ասիր։ Ապե ասի ոչ մեկին։ Լավ է։ Բա ինչ ես մտածում։ Ապե դե ես իմ նենց արա որ չիմանա էլի որ քեզ էլ եմ ասել։ Հա, հարց չկա։ Դու արխային ես։ Անտոն, մենակ ինչ էլ նոմա արի ինձ ասա, լավ։ Արխային ես, ես ոչ մեկի բան չեմ ասի։ Դրանից մենակ դու կշահես։ Ես հիմա չեմ ուզում շատ առաջ մնամ, բայց սաղ Երանի են տալու քեզ։ Դու սպասի։ Լավ։ Կապի մեջ կլնես։ Բարուշ ջան, ասեմ որ մենք զորացրվանք։ Քու հալը ինչ դիամի։ Ինչի։ Դու եսի մարդ ես էլի արջան։ Նա որ հանգարց ներից խաբար կինես չանջես։ Ուկան ներից կասնենք։ Տղեկ, Մելիքսեթյանը ձեզ կանչում է։ Հրամանատարը եկել է երևի։ Ուրիշ ոչ մեկի չտաս, լսում ես Մակարին։ Հա, գնա գործերիդ նայի։ Ռոն ջան, պրիվետ։ Ոնց ես։ Էսով է փագես դուրը։ Բանալին իմ մոտ է, բայց չեմ կարող տամ։ Այդ տղարի բաց, շուտ պիտի մի հատ վաքս վերցնեմ, վաքսեմ կոշիկներս դուրս գա։ Վայ ասի չեմ կարող տամ։ Հարուժ ասես մենակ Մակարին կտաս բանը։ Արասում եմ ուվարներն եմ ստացել, արի բաց մտնեմ էլ եմ։ Յա, ես ուվարնենի են տվել։ Ասում եմ։ Բա վերջով տվեց։ Տողը նայի, որ ուվարնենից ռոպեներն եմ վերցնում եմ, բաց ասի։ Բայց մենակ շուտ մտի վեկալ փակենք էլի, ես հավես չունեմ։ Այ մարդ բաց։
Հրաման չեք կատարում, հա։ Մտել եմ լվացարան հազիվ եմ ընդեղից դուրս հանել, պարոն գնդապետ։ Ես իրանց ասում եմ լվացվեք, իրանք լողանում էին։ Էդ է եղել պատճառը, որ չեն շարվել։ Ճիշտ այդպես։ Քո կազմակերպածն է Դանելյան։ Ճիշտ այդպես։ Մինասյան, դու ինչի չկանացրեցիր Դանելյանին։ Հրաման ա եղել, չէ՞ որ 10 րոպեից շարվեք։ Պարոն գնդապետ, ես չեմ արտարացնի այն ինչ օրերել ենք։ Հրամանը ժամանակին չենք կատարել, այդ վիճակով չենք կրնա մենք դասենենք։ 25 կիլոմետր մարշ բրասոկից հետո 10 րոպեն մեզի քիչ էր, որ մեզի կարգի բերեինք։ Այդ պատճառ չի։ Հրաման ա եղել, պետք է կատարեիք հրամանը, նոր այդ հարցը բարձրացնեիք։ Ես ձեզ քանի անգամ եմ ասել, որ հրամանները կատարեք։ Կապ չունի թե ինչ հրաման է։ Ոչ մի հրաման չի քննարկվում։ Դրսում սպասեք։ Լսում եմ։ Մելիքսեթյան, ինչի չես թողել, որ լողանան։ Քրտնած կեղտոտ զինվորը ոնց է դաս անելու։ Ֆիզիկական պատրաստությունից հետո պարտադիր կարգով ապահովել զինծառայողների լոգանքը կամ լվացման կազմակերպումը։ Հասկացար Մելիքսեթյան, մեզ պետք են մաքուր կոկիկ զինվորներ։ Ցանկացած զինվոր պետք է տեսնի, որ իսկապես կարևորվում է իր անձը։ Իր առողջությունը թանկ է հրամանատարների համար։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Զինվորները պետք է միշտ լինեն մեր ուշադրության կենտրոնում։ Ժամանակ ես տալիս, թող գնան իրենց համազգեստները լվան ու իրանց կարգի բերեն։ Լսում եմ։ Ու էլ նման հարցով երկրորդ վաշտին չանդրադառնաս։ Լսում եմ, պարոն գնդապետ։ Լավ, բեսում են դրե։ Եկաք, ես էլ ասի շատ կմնաք։ Բարուժ, այդ փողը դու ես հետ համ, ժամանակ չկա վրազը։ Հուսապարկի մեջ է, չես տեսել։ Չկթա, հրամանատար ինչ ասեց։ Հետ սինոր մեր վարուժին կուդան բանյայի բանյա։ Հա, տեսեցին ախպեր ջան, եթե դու պես բանյա կսիրես, մակրություն պաշտող հարգող տղա ես, քեզի կուդանք բանյայի պատասխանատու։ Հետո։ Տղի փողը չկա։ Ոչ չկա։ Քեզի ով կսեր տներ սոր մեջը։ Հենա թղթի վրա էլ գրել է, որ փողը սապարկի մեջ է։ Բալի կոմ ես տվել։ Քաջիկին եմ տվել, բայց քաջիկը հնարավոր չի մտածել ինստեղ։ Հələ ցենտուր թող կա։ Քաջիկ! Քաջիկ! Եկա։ Այ վարուժ։ Ես ինչ օին բերի մեր կախին։ Արդե ինչ անեմ, ես մտածեցի ուշ կգան դրա համար սենց արեցի։ Հա չէր կռնա մեկին տայր տար մակարին։ Արդե ես իմ է։ Բես եզնից փողը վրաս կուզեր, սեցի ես եմ բերեք ու դա քեզի։ Հա տղեկ։ Այդ բանալին մակարից առաջ ինչ-որ մեկի տվել ես։ Ոչ մեկին էլ չեմ տվել, միշտ էլ իմ մոտ է եղել։ Իմ ձեռով բացել եմ, համբարձումը մտելա, վաքսը վեկալ է դուս է եկել։ Ո՞նց համբարձումը մտելա ներս դուս է եկել։ Արա քեզ չասի այդ բանալի ոչ մեկի չտաս։ Չասի ոչ մեկ պետք է չմտնես։ Հա բայց ինքը ուվալեններ վերցրել, ուշանում էր, ոնց կարա չբացի։ Դե կգնաս այդ 50,000-ը կբերես։ Ինչ 50,000։ Թույլ կտաք ինգեր Հովանեսյան։ Հովանեսյանը ստեղ չի։ Ոնց։ Հաուրա։ Դուրս եկավ, ասեց որ հարցն ասեմ մի ժամից կգա։ Ախր պայմանավորված է հետը։ Դե երևի գնացել է հագնվի, քաղաքացիական շորը տարել է հետը։ Այդ ուրիշ բան։ Սիլը։ Ադիկալում բաղ տեսման չկա մոտդ։ Չէ։ Նման բան էլ չունես դե։ Հա։ Ֆեշել մարդ ես։ Ինչի՞ չես պահում մոտդ։ Պետք է անպայման ասենք որ պահեք, էտա ձևը։
Ավարտես բան են ասում, խի ուղեղները չեք մտցնում։ Ախր այ Վարուժ ջան, այդ ցավը տանեմ, ես ինչ իմանայի, որ այստեղ փող կա։ Դու որ ինձ ասեր, ես չէի թողի։ Ուղղակի ինքը որ շտապում էր, Դու շտապում էր, թող շտապեր, քեզ ինչ։ Դա վերջացել եք լավ, Վարուժ։ Հմելոյի մոտ հեռախոս չկա։ Չէ, որտեղից։ Մակար Լախկյանի դու հմի երտաս կարող է ճամփինդոր հասցնես բռնես։ Հմի 50,000-ը չտանի գլյուկոզայի հետ փոխանակի քաշի չան։ Ա ճիշտ ես, մենացի։ Կաբի մեջ կենես։ Լավ։ Վարուժ տղա։ Էդ 50,000 նոր չկդանք։ Մի հատ մեդպես 50,000 վրենք տնես ու կբերես։ Երանի չկդնենք։ Եղավ։ Ֆեչեր։ Չեք ավլենան։ Չէ։ Ինչ զուգ ֆելա զուգում զարտարվում։ Մի ժամ անցավ, գիտես, չէ։ Բայց ես ինչ անեմ, պարոն Եթասպան, ինձ ինչ ասել են այդ եմ ասում։ Այո, բան չասի։ Լսիլը։ Ընկերներիցը դուխի մուխի ունեցող չկա գնաց գրես մի հատ։ Չէ, ես չեմ կարող ստեղից դուրս գալ։ Ախպեր էստեղ դու գնալի, բա։ Չէ, այստեղ անպայման պետք է մեկը լինի։ Ո՞վ ֆերչո դու մարդ կհիվանդացնես, հա։ Լսիլը։ Ծաման բան կարող եմ մոտել մի։ Չէ։ Լավ, ես գնամ մի հատ թեյարան գամ։ Լենա որ այդ ընթացքում գա, կասես Մարկարյանը 2 րոպեից տեղա։ Եղավ։ Չես մոռանա, չէ։ Չէ։ Ապրես։ Նայել եմ, սաղ նայել եմ։ Տաքսի շոֆերին ասի, որ դանդաղ է թա մայթերին նայելով գնացել ենք, չկա համբարձումը։ Վարուժ ջան ջանը դյուղ է 100,000։ Այդքան փող ես որտե՞ս ճարեմ։ Ես շատ գիտեմ, մի քանի մատ համեր բանկ ուտաս, իմ գործս չկբերես։ Տղեկ համբարձում եկավ։ Ուրա։ Հեսա գալիս է։ Գնացը դու շուտ գա։ Հմբելո ջան, դու հմ ինձի մենակ մեր բանս է։ Այդ փողը կա թե չէ։ Փողը։ Հա, փողը։ Ընկերներիցս մեկը կորել էր, մանեկանք չգտանք, վերջը գնացինք կոպուլետից գտանք։ Բայց ի՞նչ խաղով ակա։ Ուրեմն սրա մի ծերը հանեք գցել եմ դուրս պատուհանից։ Այս մյուս ծերը դրել եմ բերանես։ Ու սենց մակրոտ եմ քաշում։ Միրաց ուզում եմ գնամ զուգարան, Վարուժը չի թողում։ Դու խելար չես, վազե, սա մինաստես է, շուտերա, վազե։ Ասում ես որտե պետք է տենաս այդ աղջկան։ Իրանց տանը։ Ոնց մի անգամից իրանց տունը հրավիրեք։ Մեզ նով է հապարտ, մեզ նով է